Մենք այս պահին գտնվում ենք 31-45 ընտրատեղամասում եւ այստեղ ըստ դիտորդական առաքելությունների տեղի ունեցել խախտում։ Այս պահին մենք զրուցելու ենք հանձնաժողովի նախագահի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ խնդրեմ ներկայանաք։ 31-45 տեղամասի հանձնաժողովի նախագահ Ծադուրյան Աղաբեկ։ Պարոն Ծադուրյան, դիտորդական առաքելություններից մեկի պնդմամբ այստեղ ուղղորդում է տեղի ունեցել կտրոնը գտնելուց հետո, երբ վերադարձրել եք ընտրողին, նաև ուղղորդվել է թե ում է ընտրելու, կա նման բան թե ոչ։ Ուրեմն դա ուղղորդում ես չեմ համարում, ինչի համար, որովհետև ընտրողը պատամամբ թե չգիտեմ դիտավորությամբ գցել էր աշգերի մեջ։ Մենք իր անդրական իրավունքը չենք խախտել, որոշ ժամանակ հետո ներկայացել է ման ենք եկել գտել ենք այդ բանը, թեստիկը եւ թող վերականգնենք իր ընտրելու իրավունքը։ Եթե մենք չվերականգնենք, ընդհանրապես իրան զրկենք ընտրելու իրավունքից։ Իսկ մենք դա չենք արել։ Մենք վերականգնել իր ընտրելու իրավունքը։ Ուղղորդում ասելով այս դեպքում ինչ նկատի ունեն, դուք նույն ծրարն եք վերադարձրել, թե փոխվել է թերթիկները նորից է հանձնվել, ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում։ Չէ, այդ ընթացքում երբ որ ինքը թեստիկը եկավ, ինքը այդ ընթացքում ստորագրել ստացել էր, բայց հետո որ թերթիկը չկար, մենք նորից դա բան ենք գցել ենք չեղյալ ենք համարել, նոր քարտեր ենք տվել ընտրատեստիկներ եւ դրանով ինքը ընտրել է։ Բարև ձեզ, նախ խնդրեմ ներկայանաք։ Բարև ձեզ, Գրիգոր Ջանիկյան, Ազատվե դիտորդական առաքելություն։ Շատ լավ, խնդրեմ ներկայացնեք ինչպես է եղել պատմությունը։ Ցերեկը 13:59 մոտ քաղաքացին եկել է սարքից ստացել է կտրոնը եւ թերթիկները ստանալուց հետո մոտեցել է որպեսզի ընտրությունը կատարի, դուրս է եկել քվեարկի հետևից եւ կորցրած է եղել իր կտրոնը սարքի կողմից տրամադրված։ Դիտորդները փորձել են արձանագրություն գրել, սակայն հանձնաժողովի նախագահան հրաժարվել է արձանագրություն գրել եւ քաղաքացին ասել է, որ կփորձեն գտնել եւ ընթացքում իրեն հետ կգրավ իրեն մոտ 2-2.5 ժամ հետո, երբ արդեն քվեարկի հետևը դատարկում էին աղբը, գտել են իր կտրոնը եւ հրավիրել են քվեարկելու, որից հետո կրկին դիտորդներից մեկը պնդել է, որ անհրաժեշտ է արձանագրություն գրել, քանի որ խախտում է եղել եւ արդեն կրկնակի խախտում է, սակայն հանձնաժողովի նախագահան կրկին հրաժարվել է ու նշում է արել, որ իբր մատիտով նշում արել են իրենք հետո օֆիցիալ կանեն, որից հետո զանգել են կրկին ապարտություն ու արդեն որպես առաքելության ղեկավար ստիպված եմ եղել գալ այստեղ ու եւ մոտ 20-ից 30 րոպե էլ բանակցել, որ ամեն դեպքում խախտում եղել է ու իրանք պարտավոր են խախտումը արձանագրեն։ Եվ ենթադրյալ ուղղորդման մասին նաև խոսենք։ Ենթադրյալ ուղղորդման մասին այս պայն վստահ տվյալ չունենք, որովհետև դիտորդական առաքելությունը օրվա ավարտին նոր գնահատականը կտա, սակայն եղել են դեպքեր, երբ վստահված անձիկ մարդկանց ուղղորդել են քվեարկել այս կամ այն ուժի նկատմամբ եւ կրկին ոչ վստահված անձին եւ ոչ հանձնաժողովի անդամները չեն միջամտել տվյալ դեպքերին։ Շնորհակալություն։